Հիմա այս մարդիկ ասում են ինչու չեն կռվել, նախ կռվել են, եթե չեն կռվել 223 զոհ մերոնք են տվել, Ադրբեջանը բացահայտ հայտարարում է, որ երկայերից ավել զոհել, բայց երկայերը չի եղել։ Այնտեղ բնական է ոնց է եղել պատերազմը։ Շատերը ասում են մինչև վերջը կռվեիք, մինչև վերջը եղբայր ոնց կռվեն։ Նախ Փամփուշտը բոլորն գիտեն, մի ավտոմատը մի անգամ կրակում ես 5 քանի վայրկյան, ես ինչ վայրկյան 15 րոպե դիմադրեցի, 20 րոպե դիմադրեցի, օգնություն չկա։ Հայաստանի Հանրապետությունից օգնություն չկա։ 40,000 զինվոր են վերևի մասում էին, 20,000 զինվոր, 20,000 զինվոր այս մասում բանի ամբողջ Արցախի տարածքը շրջապատված էր Ադրբեջանի այդ զինվորներով։ Հիմա խնդրում եմ ինձ բացատրեն 8000 հոգով ինչ կարան անեն։ Ասում եմ տեխնիկան թողած ենք, խափում ես հարգելի ազգային ժողովի ոչ հարգելի նախագահ տեխնիկան առաջինը տեղափոխել են Հայաստան, մոռացել է։ Լավ, ենթադրենք 200 տանկ ունենայինք։ 200 տանկիստները որտեղից են գտնելու։ Նրա համապատասխան ծառայողները տանկի հրամանատարն որտեղից է լինելու։ Դա ամբողջ խնդիրը, որ մարդիկ չեն հասկանում, ասում են ինչու չեք կռվել։ Պատկերացրեք, լավ 3 օր, 5 օր, 10 օր կռվեցին, զինվորը քաղցած, ոնց պիտի կռվի։ 3-րդ օրից հետո գլխապտույտներ ալնելու, ու բան ոչ մի բան չես մտածում ես մի կտոր հասճարես։